Unboxing time, կամ ինչպես ասում եմ ես, ապա արկղավորում։ Այս անգամ ես Շեյնից այսպես մեծ պակետ եմ ստացել, փաթեթ հայերեն ասված, որը մի թեթև բացել եմ, որպեսզի տեսնեմ թե մեջ ինչ կա, բայց դիմացել չեմ բացել ամբողջը, որ համբերատար ձեզ հետ բացեմ եւ հասկանամ թե ինչ կա մեջը։ Նախ եւ առաջ սկզբից ասեմ, որ մինչեւ սա ես պատվիրել էի մի քանի բան, որոնք չեմ օգտագործել, համբերել եմ, որ այս մեծ փաթեթը գա ու միասին ապա փաթեթավորենք եւ հասկանանք թե ինչ կա ընդհանուրի մեջ։ Դրանք էլ հետո միասին unboxing կանեմ ձեզ հետ։ Դե ուրեմն առաջինը խոսենք այս գոտիների մասին, որոնց ես շատ սիրել եմ։ Իրականում մի օր արթնացա եւ հասկացա, որ իմ բոլոր գոտիները մաշվել են եւ ես այլևս ոչ մի գոտի չունեմ ու ինձ արագ հարկավոր են գոտիներ պատվիրել ու ես ինչ արեցի գոտիներ պատվիրեցի ոնց որ սոված մարդը մտնում է սուպերմարկետ լիքը հաց առնում ու լիքը ուտելիք առնում այտենց ես էլ քանի որ գոտի չունեի մի ալամաշխար գոտի արա որոնք որ բնականաբար sense կգնան դարերով օգտագործելու այստեղ մենակ 5 հատ կա իր տարբեր երանգներով ու ես շատ եմ հավանում սրանց իսկապես շատ եմ հավանում, նամանավանդ, որ ես ունեմ շատ կոստյումներ, որոնք հագնում եմ գոտիներով, այսինքն գոտին այդ իմ աքսեսուարներից բրոշն ու գոտին այդ մի բան է, որ իմ կյանքում երբեք պակաս չի լինի ու բնականաբար ես այդ ամեն ինչը ունեմ շատ ու շատ, բայց սա հիմա ահավոր շատ է, որովհետև ես չգիտեմ թե ոնց եմ օգտագործելու, որովհետև եկել են որոշները չեմ բացել օգտագործել, բայց մի 5 հատ էլ կա, որ բացել օգտագործել եմ։ Լավ, մի 5 հատ չէ, բայց մի 3-4 հատ։ Այս սևը շատ եմ սիրում ես այս մոդելը եւ սրա չգիտեմ ինչին հենց էր ստացվել որ երկու տեսակ գոտի երկու հատ էր եկել ու ես ստիպված ունեմ այս կարմիրից օրինակ երկու հատ մեկը բացել եմ մեկը այդպես մնացել է ինչեւ այս գոտիները շատ լավն են ու ես բնականաբար դրանք այդ բոլորը օգտագործելու եմ բազմապես ժամանակի ընթացքում ուսումն դեռևս մոտակա 1-2 տարվա ընթացքում ես այլևս գոտի չեմ գնի եթե շատ չհավանեմ Okay Մյուս գոտիները, որ ես էլի շատ սիրել եմ, իմիջիալով շատ որակով գոտիներ են եկել, ասեմ իմանաք, պատվիրել եմ սա Շեյնից, եթե չեմ սխալվում, հա Շեյնի, այս բոլոր Շեյնի փաթեթն է, ու շատ որակյալ են, ասեմ, չգիտեմ Հայաստանի ինչ է գալիս, գոտիները կամ մյուսները, որ պատվիրում եք, այս սևն էլ շատ լավ է, ես այս սևի սպիտակն էլ ունեմ, որ արդեն օգտագործում եմ եւ դա ցույց կտամ ձեզ Այսպես, իրեն արդեն օգտագործել եմ, էլի նայեք, բոլորով ինչի փչացել եւ այլն։ Ինչևէ, անցնենք առաջ, գոտիներից էլ ինչ մնաց ինձ մոտ, ուզում հասկանամ։ Հա, սրանք էլ, չգիտես ինչի երկու հատ էր եկել, իմիջիալից ասեմ, սրանք նենց չի որ շատ թանկարժեք բաներ են, սրանք 1.5 եվրո, 2 եվրո, 1 քանի եվրո, 1.25 եվրո, այսինքն սա երևի թե 2 ինչքան եվրո այս 5 հատանոցը, այսինքն չկա շատ թանկարժեք բաներ այս գոտիների մեջ, բայց այն շատ որակյալ են։ Ես ինչ եմ սենց բաները պատվիրում, որովհետև գալիս են, նայեք էլի շատ որակյալ բան է, ինձ դուր է գալիս, չի մաշվում, սրանք տեսակ կա, որ չի մաշվում, ու ես շատ եմ հավանում։ Ինչի համար եմ ես պատվիրում իրականում Շեյնից, որովհետև խանութներում այս նույն ապրանքը իրենք էլ են պատվիրում, գալիս է 2 անգամ, 3 անգամ ավելի թանկ են գնում, իսկ մտածում ես կարող եմ պատվիրել, ինչի համար ընդհանրապես ես գնամ խանութից առնեմ, եթե կարող եմ պատվիրել ու նույն որակին գա, ես գիտեմ, որ Հայաստան շատ դեպքերում անորակ բաներ են գալիս, դրա համար տենց աշխատում եք շատ չպատվիրեք, բայց իսկապես այստեղ Եվրոպայում իրանք շատ լուրջ վերահսկում են որակը ու այդպես անորակ բաներ շատ չեն գալիս։ Okay, շարունակենք, հիմա անցնենք այն հիմնականներին, միջոց ասեմ, այս մեծ փաթեթը, եթե չեմ սխալվում, ընդհանուր ինձ վրա նստել է 30 եվրո, եթե հիշեմ գները կասեմ, երկու մասից է բաղկացած, առաջին մասը բացենք, ինչպես տեսնում եք, Շեյնի մեծ փաթեթավորումներից է, որը որ ես պետք է Հա, այսպես մի հատ էլ սա պետք է առանձնացնեմ։ Ես լավ հիշում եմ, որ սրանք երկու առանձին պատվերներ էին ու տեսնում եք, որ զրոյից բացում եմ ձեզ համար, բացարձակ չեմ բացել ընդհանրապես։ Okay, սկսենք ամենահետաքրքիրից իմ համար, ինչի համար, որովհետև ես այս պրինտերը շատ եմ սիրում, ես սրա շալվար ոնց է հայերեն։ Գրեք կոմենտներում ոնց է շալվար հայերեն։ Վարտիկ Խալվում եմ։ Կարծես սրա շալվարն ունեմ, trousers անգլերենը գիտեմ, շտանի, ռուսերեն էլ գիտեմ, հայերեն չգիտեմ զուտ, և սրա բլուզը ունեմ, ինչը որ շատ ինձ դուր է գալիս և բնականաբար, ինչ հով է սա, այստեղ ես բռնում պետք է սենց կապել,
ու բնականաբար ինչ կլիներ, որ ես չունենայի նաև ես, բնականաբար չէր լինի։ Ու ես հիմա ունեմ այս սիրուն պայուսակիկը, կլաչ ասվածը, որ ինձ շատ է դուր գալիս, շատ է պետքիր է ու շատ ուրախ եմ, որ իրան ստացա, էլի շատ մաչելի, ինչ-որ բաներից եմ առել, ինչ-որ ակցիաներից եմ առել, և մյուսը իմ շատ սիրելի սկիապարելի ոճով, բայց սկիապարելիից 1000 և միլիոն անգամ ավելի մաչելի ականջողներ, որոնք որ ես շատ սիրեցի, այս ոճի ականջողներն են, ես չգիտեմ դուք սիրում եք սկիապարելի բրենդը թե ոչ, շատ հետաքրքիր բրենդ է սկիապարելին ու շատ տենց հետաքրքիր դետալներով զարդեր են։ Լուսկաների վրա հետաքրքիր նշաններ ունի, հիմա արագ-արագ ես կփորձեմ սա դնել, որպեսզի դուք տեսնեք ինչ տեսք ունի ականջին, ամենադժվար բանը այս կյանքում բնականաբար ինձ համար առանց հայլուն նայելու ականջողներ ունենալներն է, ու ականջող դնելն է, ու հիմա փորձեմ, այո, շատ դժվար է, բայց լավ մնում է ինքը, այսպես մի ականջին այսպես լավ կթողնեմ միայն, սա թող մնա, այսպես մի հատ սկիապարելիական ականջողով շարունակենք մեր անբոքսինգը, որպեսզի չկորցնենք ոչ մի բան, օքեյ, եւ տեսնենք սա մեջ էլ բան չկա, տեսնենք թե հաջորդիվ ինչ ունենք, հաջորդիվ ունենք շատ լավ կոստյում, որ ես շատ սիրել եմ, հուսով եմ մեծ չի, որովհետև ես վերջերս շատ եմ պատվիրում, վախեցած որ փոքր համար կգա ու գալիս է անտանելի մեծ համար, ու ես նենց մեծ հույս ունեմ, որ սա շատ մեծ չի։ Վատ չի իմիջայլոց, այս թևիկների համար եմ անկեղծ ասած պատվիրել ու ինձ շատ դուր է գալիս, կարճ ասած լավ կոստյում ստացվեց, շատ լավ կոստյում է, ես այս գույնի շալվար ունեի ու չգիտեի թե ինչի հետ համադրեի, այնպես որ սա շատ լավ ստացվեց, հիմա տեսնենք այստեղ ինչ կա, չեմ հիշում սա ինչ է, ինչ-որ բլուզա, որը որ հավանաբար պատվիրել եմ էլի կոճակներով, շատ մեծ հայո կոճակների ձայնից, սա էլ է սկիապարելի ստիլ, սենց մեծ, շատ լավ է, սարուշկան էլ մեծ չի, նորմալ կլինի, սա էլ այսենց մեծ կոճակներով են, որ էլի սկիապարելիական ստիլ է, որ ես շատ եմ սիրում, պարզապես իր կոճակներն մի քիչ ավելի հետաքրքիր է, բայց ինչևէ շատ դուրս գալիս է, սա էլ շատ լավ է, շատ հետաքրքիր է, ինչ որ ես ուզում էի, սա արդեն չեմ հիշում ինչ է, դուք չեմ հիշում ինչ է, հա, հիշեցի, սա ես հիշեցի թե ինչ է, սա իմ շատ սիրելի որիկն է, որը որ ես շատ երկար պլանավորում էի գնեի ու ինքը չէր զեղչվում, ու ես անհամբեր սպասում էի, բայց մի անգամ տեսա, որ ինքը զեղչվել է, այսպես ինչ-որ քառակուսիկներ ունի, ու բավականին լավ երկարություն ունի, կարճ ասած սա շատ եմ սիրում, մի օր սրանով վլոգ կնկարեմ, կտեսնեք, սա 18-19-20 եվրոյից չէր իջնում, բայց այս վերջերս իմիջիայլոց սա էլ է Շեյնից, բայց չեմ հասցրել սրա անբոքսինգ անեմ, ցավոք սրտի ալարել եմ։ Եվ այս վերջապես իջավ ինձ կուպոններ տվեց Շեյնը, եւ վերջապես սրա գինի ինչ-որ մոտավորապես 6 կամ 5 եվրո չեմ հիշում, ու ես գնեցի տեղ ինչ-որ էլի մանր բաներ եմ տեսնում, որ չեմ հիշում ինչերն են, հավանաբար էլի ականջողներ պետք է լինեն, որ ականջողներն են, այսենց էլի սկիապարելի ոճի ականջողներ, այս վերջերս չգիտես ինչի սիրահարվել եմ այդ բրենդին, շատ եմ սիրում սկիապարելի ոճը, որոշ վերապահումներով, բայց ամեն դեպքում շատ լավ ականջողներ են սրանք, էլի շատ մաչելի եմ առել, մինչելուց որակական նայում եմ, որ չգիտեմ ոնց ձեզ ցույց տամ, շատ լավն են ու անորակ բաներ չեն եկել, իսկ ես դրանք առել եմ երեթե 1 եվրո կամ ոչ ավել, ինչ որ ես գնի մեջ մի բան, եվրոյու կես եւ ինչ-որ նման մի բան, սա շատ կարևոր բան է էլի եկել է, որ ես շատ եմ սպասել սրան, էլի շատ մաչելի եվրոյի քարտի ինչ-որ տենց բան է, բայց նայեք տեսեք սա ինչ է, սա ուրեմն ընկերներ, ես շատ եմ սարոճկաներ հագնում ու սենց որ գալիս է այս անկյուններում սիրում եմ որ բաներ են լինում, սենց այդ սուրերի վրա զարդեր են լինում, ես բրոշներս էի դնում եւ մի օր բացահայտեցի որ հատուկ դրանց համար նախատեսված բան կա, էլի շատ որակով է, շատ հաստ ու շատ լավն է։ Շարունակում ենք անբոքսինգը, սա շատ մեծ անբոքսինգ է իրականում,
ու շատ բան եմ պատվիրել, բայց այդ շատ բանը պատվիրել եմ ընդամենը 30 եվրոյով, որովհետև շատ մեծ զեղչեր էին, սև ուրբաթ էր Շեյնում ու ես կարողացա գնել այն ինչ որ ավելացրել էի իմ կորզինայում, երկար ժամանակ չէի կարողանում գնել, որովհետև բոլորը միասին շատ թանկ է լինում, պատկերացեք ես 30 եվրոյով հիմա առել եմ մոտավորապես 100 եվրոյի, եթե ոչ ավել ապրանքներ, որոնք որ շատ լավ էժանացել են ու հիմա էլի թանկ են։ Սա շատ եմ հավանել, ես էլ ինչ որ տենց թվում էր որ մեծ կգա, բայց շատ լավ ա եկել, ես վստահ եմ որ սա ինձ վրա կլինի, մատերիալը էլի շատ լավն է, ոնց էր ասում, какой fabrics, какой details, այ մոտավորապես какой fabrics и details, որ շատ լավն է, fabrics-ի իր կարճ ասած շատ լավն է, բայց ես չէի լինի, եթե ես միայն իրեն առնեի, որովհետև ես հավորան համբեր եմ հուսով եմ սա ինձ վրա փոքր չի լինի, բայց ոնց որ փոքր չի լինի։ Okay, չէ, փոքր չի լինի, որովհետև իր վրա ռեզին կա։ Ես տեսեք ինչքան լավ սազում եմ իր կոստի հետ, եւ ես սպիտակ բլուզա էի պատվիրել, եթե հիշում եք, կարճ ասած ինքը շատ լավն է, ես իրան շատ հավանեցի, իրանով էլ որոշակի լուքեր կանեմ եւ իրանով էլ որոշակի վլոգ կնկարեմ, այնպես որ շատ ուրախ եմ, շատ գոհ եմ իմ պատվերներից, որովհետեւ բոլորը ինչ որ պատվիրել եմ, շատ լավ որակ է եկել, որևէ ինչ որ վնասվածքներով եւ այլն չի եկել, դրա համար շատ եմ սիրում եւ Շեյնից եւ Թեմուից պատվերներ անել, նու այնպես չի որ ես շուտ եմ պատվերներ անում, բայց շատ ռիսկով եմ պատվեր անում, որ վստահ գիտեմ, որ ինչ որ անորակ բաներ չեն կա, դե ինչ անցանք երկրորդ մասին, դեռ այստեղ ինչ որ բաներ ունենք, որ ես էլի անհամբեր սպասում որ բացեմ։ Սա էլի, տեսեք, էլի առաջին անգամ ձեր մոտ եմ բացում, սա ոչ մի անգամ չեմ բացել սա, գիտեմ ինչա մեջ է, բայց տեսնենք թե կողմից սրա մեջ ինչ է, չեմ հիշում արդեն, որովհետև բավական երկար ժամանակ առաջ եմ պատվիրել, սա այն շորիկն է, որ ես անհանգստանում եմ, որին վրա չի լինի, որովհետև մանկականների մեջ եմ տեսել, անկեղծ ասած մանկական շորերի մեջ, ու ահավոր կասկածով եմ, որ ես կարող եմ վրա չլինի, բայց ոնց որ կլինի, որտեղ պատվիրել եմ, բոյին եմ նայել պատվիրել եմ, հետո հասկացա, որ մանկականներն է ու ինքը ձգվող չի, չգիտեմ, բայց ոնց որ կլինի ինձ վրա, ասենց մի կետ, սա իր շալվարով, շալվարը կարողա չլինի կամ շատ նեղ լինի, չգիտեմ։ Okay, շալվարը ամեն դեպքում տենց էլի շատ լավն է, ես շատ եմ հավանում այս ոճը, բայց ամեն դեպքում տենց մի քիչ ռիսկի եմ գնացել եւ որ ամենակարևորն է այս ամեն ինչի մեջ, որին ես ամենաշատն եմ սպասում, դամ բանը Իգոր Սինյակի պայուսակների ոճով է, չէ, իրենք պայուսակները որ գալիս են միայն բանը 1500 եվրոից վերևն է պայուսակ համարվում բոլոր մեծահարուստների համար, իսկ այս պայուսակները որոնք արժեն ընդամենը 5 եւ 6 եվրո բոլորովին էլ պայուսակ չեն, պայուսակի հաշիվ չեն եւ ես ինձ մի տեսակ Իգոր Սինյակ եմ զգում, երբ որ սենց ինչ-որ հետաքրքիր փաթեթավորումով են գալիս, բայց ինչևէ, հիմա շարունակենք ապա փաթեթավորումը այս պայուսակի եւ տեսնենք թե իր մեջ ինչ տեսքի պայուսակ կա, ահավոր երկար եմ սպասել, ահավոր անհամբեր եմ թե ինչ տեսք կունենա այս պայուսակի մեջ ինչ-որ բաներ կան։ Okay, սկսեցինք unboxing-ը պայուսակի։ Ասեմ, որ այս պայուսակը մի փոքր ավելի շուտ է եկել ու ես դեռևս պայուսակների շարք ունեմ, որ պետք է unboxing անեմ, որոնք որ մեծ մասը նվեր եմ ստացել ու ձեզ կասեմ ոնց է ստացվել, որ ես Թեմուից եւ Շեյնից նվերներ ունեմ պայուսակների ու ոնց եմ հասել այդ նվերների։ Պայուսակների շարքը կլինի, բայց այս պայուսակը առանձին է եկել ու ես հիմա ձեզ ցույց եմ տալիս այս պայուսակը։ Իրականում ես մի քիչ իրան ավելի մեծ էի պատկերացնում, եթե անկեղծ լինեմ։ Բացենք իր մեջ, տեսնենք, հա, իր մեջ սենց ինչ որ իր մեջ անգամ ես չեմ կարողանա բլոկնոտ դնել, ոչինչ չեմ կարողանա դնել, ինքը մի հատ այսպես իր հետ բռնիչ ունի, ոյ, ընգնում էր, բայց շատ նուրբ է, անկեղծ ասած շատ ուրախ եմ, որ իրան պատվիրել եմ, ինձ շատ դուր է գալիս, բայց մի քիչ ավելի մեծ է պատկերացնում ու տենց ինչ որ չի պատկերացնում, որ
իրա վրա գործվածքներ կա, մտածում եմ նկարներեմ, բայց այս ամբողջը գործվածքներն, ինչ որ ինձ հաճելի է, այս հատվածը դուրս չի գալիս, բայց անկեղծ ասած արդեն պատվիրելուց տեսել է օձիվների մեջ, որ սենց ճմրթած բաներ կան, բայց դա ոչինչ դուրս գալիս է։ Երեխեք ինքը 3 ու քանի եվրո է ինձ վրա նստել, 3.47 եվրո չեմ հիշում։ Այս բոլոր իմիջայլոց շալվարներ 2 ու քանիս, 3 ու քանիս, այսինքն իրենք ոչ թե իրենց արժեքն է այդքան, այլ իրանք իսկապես զեղչվել են, իրատակես բաները շատ հավես են, շատ լավ կանգնում է ու չի վնասի իրեն։ Կարճ ասած, բավականին մատչելի գնումներ եմ արել ես Շեյնից ու բավականին հետաքրքիր ապրանքներ ունեի ու բավականին հետաքրքիր unboxing ստացվեց ինձ մոտ։ Ես էլի unboxing-ներ կանեմ ու կսպասեմ ձեզ իմ ալիքում։ Մոտակա ժամանակահատվածում իմ ալիքում կլինեն տարբեր unboxing-ներ, որովհետև ես սպասում եմ շատ տարբեր ապրանքներ, որոնք պետք է գան տարբեր պարբերականությամբ, եւ գան այդ ժամանակ էլ unboxing-ները բոլորը կանեմ ու հատ-հատ կդնեմ ալիքում։ Ինչևէ, ես ձեզանից շատ շնորհակալ եմ, որ մինչև վերջ դիտեցի քոլովակը։ Եթե այս ֆորմատը ձեզ հետաքրքիր է, անպայման կոմենտներում գրեք, բաժանորդագրվեք ալիքին, լայքեք, սեղմեք զանգակի կոճակը, որ չկորցնեք ինձ, կհանդիպենք հաջորդ հոլովակներում, շատ ուրախ եի ձեզ տեսնել իմ ալիքում։ Пока!